Փաշինյանի կառավարման մասին ինչ կարծիք ունեք, ինչպես են աշխատում։ Շատ վատ։ Չգիտեմ։ Դուք ասեք, եթե ասում եք շատ վատ։ Անվտանգությունով, ամեն տեսակետով շատ վատ։ Չեք տեսնում, որ Վարդենիսում բնակչություն չկա։ Քանի որ աշխատատեղ չկա, գոյություն չունի, մարդիկ անճարանակ են։ Չեն կարողանում ապրել, հնարավորություն չկա ապրելու։ Մարդիկ դուրս են գալիս, ոչ մեկի հաճո չի իր հողից, իր ջրից, իր տնից դուրս գա։ Բայց ինչ անի։ Բայց ինչ անի։ Բայց ինչ անի։ Խանութները հետո փակվում են։ Գործարանները փակվել են, խանութները փակվել են, աշխատատեղ չկա։ Ոչ մեկի հաճո չի, որ գնա Երևան 5 հոգով գնան 4 աշխատեն տապետության վարձ, կոմունալ, տրանսպորտի փող, հագուստ ու հացփորի ապրեն։ Իսկ ավելի լավ չէ դու ապրես քո տան մեջ հանգիստ խղճով։ Բայց չկա այդ հնարավորությունը, դες դատարկությունը մարդ չկա։ Ասեք ինչու հիսով ապրես։ Ինչի՞ դու։ Պրոստո եթե աշխատատեղ լինի, մարդիկ կապրեն իրանց հողի ջրի մեջ։ Վարդենիսում պետք է աշխատատեղերը ոչ թե կրճատել, այլ ավելացնել։ Ասենք մեր պասպորտ սեղանը տարել են, մենք Մարտունի ենք գնում։ Բայց սահմանապահ գյուղերում փոխանակ ավելացնում, ասենք թող Մարտունեցիք գային Վարդենիս։ Կադաստրը նույն վիճակում է, էլ ինչ չեր ունեինք, ահագին հիմնարկ ունենք, այս պահին լավ չեմ հիշում, բայց ահագին հիմնարկ ունենք, որ տեղափոխել են ուրիշ տեղեր, դա պետք է սահմանապահ գյուղում, որ մենք իմանանք, թե մարդը ինչի է տեղափոխվում իր լավ տեղի համար, չէ՞։ Հիմի որ մեր մոտ խնդիր առաջանա, մի պասպորտ անելու համար պետք է այդանք ուրիշ տեղից հանենք, գանք, այդանք ընդեք ապրենք։ Ճիշտ են, այս գյուղում շատ լինի, Վարդենիսի շրջանում, Վարդենիսում շատ լինի այդպիսի հիմնարկներ, որպիսի մարդիկ դժվարություն չզգան մնան ապրելու, ոչ թե թողեն այդմեն, մարդիկ կզգան իրենց համար լավ չի, այս պահին ստե ապրելը կեթան, մեր ոսկու անքը եթե լիներ, մեր գյուղից մարդեր չեր եթե։ Եվ մասնակցելու եք ընտրությունների։ Պարտադիր։ Հա, անպայման մասնակցելու եմ։ Հա, ոչ չունեմ։ Եվ ինչպեսի պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետը։ Ես լավ հույս ոչ ոքից էլ չունեմ։ Մտահոգվելու բան չունենք։ Սաղ մտահոգ վիճակ է մեր Հայաստանում այսօր։ Ամեն ինչը, սահմանները, մեր այս ապրելակերպը, ժողովուրդը աղքատ են, լավ չեն կարողանում ապրել, ազիվ անապազորի հաց եմ հաստակում, մտահոգվելու բան չունենք, սաղ մտահոգվելու բան էլի, այս Հայաստանի վիճակ այսօր։ Հետևաբար, ինչպիսի պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետը։ Դե հաջորդ վարչապետը պետք է լավ աշխատի, որ ժողովրդի վիճակը բարելավի էլի։ Կարողա չմասնակցեմ, ես թափված եմ, էլի ով գալիս է, ով ում ընտրում ենք, չգիտեմ, ոնց որ մեր սրտով նախագահ չտենանք, էլի, մեր սրտով նորմալ նախագահ չտեսնենք, էլի։ Փաշինյանը ձեր սրտով է։ Դե չի ասա, էլի, ես, հա։ Ինչպիսի պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետը։ Ինչ խնդիրների վրա պետք է։ Գիտեք ինչպիսին լինի։ Մենակ ասենք հեսա մեր գյուղրանքին, ես մեր մարզերին, Վարդենիս ակունք գյուղից եմ ես։ Փոսերը ամեկ մի մետր են, փոսերը սարքեն, գյուղում մի քիչ լավ բաներ անեն, տեսնենք, մի խոսքով, չեմ գիտե, մի խոսքով գյուղերին էլ տիրություն անեն, մենակ քաղաքները չէ, քաղաքները այսօր մի հատ փոս ալնում, վաղ կամ միսօր եթե մեզ տենում ես այդ փոսը չկա, իսկ մեր գյուղերում ահավոր, անի ավերակ փոսեր են, ոչ մեքենայա քշել լնում, ոչ կոշիկա դիմանում, ոչ մի բան չդիմանում, ահավոր ճանապարհները, Վարդենիսում, փոսերը, Խաշմերուկը, ակունք գյուղում, մի փոքր էլ մեր մոտին էլի վերադառնան, մեր Վարդենիսին տիրություն անեն էլի, ահավոր վիճակ է։ Իսկ Շնամու հետ բարեկամության մասին ինչ կասեք։ Այսինքն Թուրքի հետ, ես вообще չեմ պատկերացնում այդպես բան։ Իրանք մեր դուշմանն են, մեր հակառակորդն են, մեր պրոցիվն են, իրանք վատն են, էլի, հայերի համար ոնց կարա Թուրքն լավ լինի։ Շան այդ ընկերություն անելուց փայտ պետք է պահես, անպայման մեզի պաշտպանություն պետք է։ Ինչպես պետք է այդ պաշտպանությունը հզորացնենք, ինչի վրա պետք է։ Սահմանները հզորացնենք, պաշտպանությունը եւ զենք ունենանք։ Թշնամին մնում է թշնամի, ինչ ուզում ես արա։ Ինչքանով է այսօր անվտանգ մեր սահմաններին։ Չեմ կարող ասեմ։
Վստահ չեմ այսօրվա կառավարությունից է կախված անվտանգությունը, մեզանից չի կախված։ Որ զենք չլինի փեդով կարաս, զենքի դեմ կռվես։ Քարե դարը չի իմի, 4 երեխու հերեմ, բայց այսօրվա դրությամբ չգիտես ինչ ալնելու վաղը իմ երեխեքի ճակատագիրը։ Ինչ եք կարծում, ինչպիսին պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետը։ Ուժեղ, հզոր, առաջնորդ։ Առաջնային սահմանները լավ կահավորված լինեն, պաշտպանված լինենք։ Ընտրություններին մասնակցելու Անպայման միանշանակ։ Բա իհարկե։ Եվ ինչպիսին պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետը։ Հաջորդ վարչապետը պիտի մտածի իր հայ ժողովրդի մասին, չէ՞ որ հայ ժողովուրդ ոչ թե մտածի իր մասին, իր գրպանի մասին, այլ մտածի հայ ժողովրդի մասին։ Չէ՞ որ մարդիկ, որ ծնվել են, ապրում են այստեղ, պիտի մտածեն վաղվա օրվա մասին, իր սերունդների մասին։ Սերունդների մասին դու չես կարող, այստեղ քո հողի վրա չես կարող մտածել վաղը քո սերունդը ոնց է ապրելու, կամ վաղվա օրը ինչ է լինելու։ Չկա տենց բան։ Անորոշություն։ Իհարկե, սա նայում ես մարդկություն կա, ասենք ինչի հաշվին ապրես, ոնց ապրես, չկա։ Դրա համար մարդիկ գնում են, դուրս են գալիս, բայց ուր չգիտեն։ Պրոստը մեր ապրելակերպն է, որ միջին գոյնի բարելավում լինի, մարդիկ այստեղից դուրս չեն գա, իրանց հողի ջրի մեջ կապրեն, այդքան բան։ Բայց այս ընտրություններին մասնակցելու եք։ Այո, իհարկե։ Անպայման։ Այո, իհարկե։ Ունենք, բայց փակա։ Չենք ասի։ Ինչպիսին պետք է լինի Հայաստանի հաջորդ վարչապետը։ Ես կուզեմ ուշադրություն դարձնել հատկապես բիզնեսի։ Մանր միջին բիզնեսներ, որ ներկայդրության ես մտածեմ, երբ պետք է փակեմ, թողեմ ստերից այդամ էլի Երևան։ Այդամ այնտեղ մի բան աշխատեմ, ապրեմ։ Չկա առևտուր, չկա զիջան։ Մենք որ պետք է աշխատեմ, հմեն տանեմ վարկեր մուծեմ, լրիվ տանեմ վարկ մուծեմ, էլի չանդեք տակ մնա, չկա, գոյություն չկա։ Երանի առևտուր լիներ առաջվա նման, մենք իր անցածոց ամեն մի գումար ենք մուծեինք։ Եթե մեր միջին մանդր բիզնեսի հարցերը լուծեն, մենք 10 պաշտպանենք իրանց։ Որ չեն բանեն անորոշ վիճակա։ Հետո ես չեմ խոսես այդպես, բայց ենթագիտակցաբար sense որ նայում եմ, բարերով չէ, բայց իրանց քայլերով այնպես են անում, հանգիստ դատարկում են քաղաքը իր յուղերով։ Շատ կուլտուրական, շատ հանգիստ, շատ մտածված, շատ խելացիորեն դատարկում են Վարդենիսը իրանց յուղերով։ Այդքան։ Մենք խանութ ունենք, մեր խանութում ոչ ոք չի մտնում։ Առևտուր գոյություն չունի։ Ամբողջ վայբրիսներ, թեմոներ, ռոզոներ, մեզ վիզ զարկած, ոչ կարանք հար մուծենք, ոչ կարանք տուրք մուծենք։ Գնացեք թեմոներ փակեք, մեղ չենք մենք, թողեք առևտուր լինենք, չկա, մարդ չկա։ Իսկ հարկային քաղաքականության մասին ինչ կա։ Հարկային են, ինչ կասեն են էլ տանենք, սուսպուսկ մուծենք։ Չեն թանկացրել հարկերը։ Հա, ոչ թե ավելացել է, 20% ավելացել։ ավելացել 10 րոպե կանգնած ես մարդ կա։ Ինչ մարդ, կարող է սուկականի։ Մի ժամ կանգնած Մի ես սուտկականի մարդ չկա, ազիջան, չէ, չկա, առևտուր չկա։ Ես ինքան շատ կուզեմ, որ կներես էլի, այսօր մարդիկ ամեն ինչը որ գնում են, նայում են թարմա, ժամկետի մեջ է ամեն ինչը թարմա, բայց որ առևտուր չկա, բերում ես ամեն ինչի ժամկետ, թեկուս հակոստի, թեկուս սնունդի ամեն ինչի ժամկետ անցնում է։ Կուզեմ մի քիչ հարկերը միջացնեն, այս միջին մանդր բիզնեսի վրան ուշադրություն դարձնեն։ Մենք, եթե ես առևտուր չեմ ունի, նիզաշտը պիտի տանեմ մարկս մուծեմ, բայց գոնե մի քիչ իջացնեն այդ շեմեն, մենք էլ կարողանանք այդ հարկի տկից դուրս գանք։ Առևտուր չենք իրեն, սա թից գտը միակ տպենք, որպեսի ցույց տայի մտում առևտուր ենք իրենք, ուզենք չուզենք, ազիջան։ Ինքը հին վաճառականներից է, հին խանութներ ունի, բայց հիմա ինքը սկսել, հիմա ինքը իր գործոնը չի կարող փոխել ինչ որ ուրիշ բիզնես։ Փակվում է, աշճանաբար, բայց այստեղ դրված է տարիների աշխատանք, տարիների քրտինք, բայց հիմա փակվում է, նայ բոլոր տեղերը հատ փակվում է։ Մեծ բիզնես բան կար փակին, մեր մոտ պասպորտ սեղան կար փակին, ախր ինչի այդ մեր պասպորտ գոնե մներ Վարդենիս, գոնե այդ Վարդենիսին չէ դեր ասներ Մարտունի ժամերով հերթ կաներ, ինչա մեր պասպորտ հաներ։ Մեր պասպորտի հարցն անմխիթար վիճակի մեջ է։ Եթե կառավարություն մտածա այդ լավ բաներու մասին, մենք էլ իրան կողմնակից կլինենք, եթե չմտածա, մենք ինչ ենք, ասենք ազիջան։ Անորոշ վիճակի մեջ ենք մենք։ Մի հատ պասպորտ սեղան է դրին փակին։ Այնա բանկեն դրին փակին։ Մա աստեղ աշխատանքի տեղ գոյություն չունի։ Այդպես բաներ։ Մեր մասին մտածող չկա։ Այսօր 10,000 դրամի կեսօրվա կամ մեկ օրվա սնունդ է անում։ Այն ժամանակ եթե 10,000 դրամ էր, կարայի մի շաբաթ ապրեիր։ Հիմիկվա 10,000 դրամը կարաս ապրես մեկ օր։
Ամեն ինչը թանկացնում է, 10,000 ավելացնում է։ Թող էժանացնի, 10,000-ը չբարձրացնի։ Էդի մարդիկ գիտեք ինչ կա, հիմա որ մի բան տպում ես, մարդիկ սկսում են վատ բաներ գրել, չէ՞ տակը, բայց ամեն դեպքում մարդիկ ապրում են, այն ում հարմար է, ինքը գրում է, իսկ ում հարմար չէ, այն չի հանում, որովհետև հնարավորություն ինչ խոսես պետության մեջ։ Մի թանկացրու, բայց թող տա մարդիկ ապրեն։ Գործարան բացի, ինչ կա թող մնար էլի, ինչ եք փակում։ Ժամ առ ժամ ամեն ինչը փակվում է։ Մարդիկ գնում են, հերթով գնում։ Այս ցանկացած թաղամասը, եթե դուք մտնում եք ցանկացած թաղամասում կա 3 բնակչություն կամ 2։ Դրանք էլ մտածում են ոնց անենք, որ դուրս գանք։ Ապագա չկա, որ ասում են ապագա կա, ապագա չկա։ Դա խոսքեր է, մենակ խոսքեր է մնացել։ Ոչ մեկ չգիտի ինքը Հայաստանը մնալու է թե չէ կամ Հայաստանի վերջին չա լինելու։ Այդքան բան։